լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ինչպես միշտ մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լեցված ես Անահիտ Կիրակոսյանը ձեզ հետ կլինեմ առաջիկա 1 ժամվա ընթացքում։ Կփորձենք լինել հետաքրքիր, իսկ այս պահին հատուկ տեսահոլովակ բոլորիդ համար արթնանանք միասին։ Դե ինձ ելիներս վերադարձա տաղավար, շատերիդ հուզում է հարցել ինչ անել այսօր, ինչ հագնել այսօր, ինչ ուտել այսօր, ինչ պատրաստել նախաճաշին։ Իսկ ես խորհուրդ կտամ անել բարի գործ, ընդհանրապես թող բարությունը ձեր օրվա գործերի շարքից չպակասի, որովհետև հավատացեք, դրականը տալով կրկնակի դրական ստանում եք եւ այդպես մոլորակը դառնում է ել ավելի բարի։ Իսկ մենք այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հյուրեր, խոսելու ենք ձեզ հուզող հարցերի մասին, գեղեցկության, մաշկի խնամքի եւ ոչ միայն։ Այդ կապակցությամբ ունենք այս պահին տեսանյութ, դիտենք տեսանյութը, որից հետո սիրով կներկայացնեմ իմ հյուրերին։ Գնացինք։ Ելիներս վերադարձանք, ինչպես եւ խոստացել էի, այսօր զրուցելու ենք Ազա էսթետիկ բժշկական կենտրոնի մասին։ Մեր հյուրերն են Ազա էսթետիկ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն բժշկուհի Ազա Հարությունյանը, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Ինչպես նաեւ Ազա էսթետիկ բժշկական կենտրոնի կոսմետոլոգ Մարիամ Թորոսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեր տաղավարում եք։ Ես նույնպես, այսպես շատ գունավոր գեղեցիկ տաղավար ունեք եւ ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Գեղեցիկ դրական խնամված մաշկով եւ կեցվածքով կանայք են այսօր իմ հյուրերը, արդեն իսկ իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչ պատմություն ունեն անցած։ Ինչ հետաքրքիր է, թե ժամանակի մեքենան վերցնենք եւ գնանք 20 տարի առաջ, ինչպես սկսվեց այս ամենը, ինչպես ընտրեցիք այս ուղին եւ ինչ հաջողություններ ու խոչընդոտներ են եղել ընթացքում։ Ոյ, շատ դժվար ճանապարհով եմ անցել, իհարկե առանց դժվարության ոչինչ չի կարող լինել, բայց ամեն դեպքում ուզեցի եւ արդեն այն փուլում հասա, որտեղ ես ինքս երազում էի եւ հիմա ունեմ արդեն իմ կլինիկան, աշխատում ենք, գեղեցկացնում ենք կանանց եւ օրը պարգևում ենք այսպես լույսով, ինչպես դուք։ Իրական դա շատ կարևոր գործ է, որովհետև կնոջ ինքնավստահությունը կապված է նաև նրա արտաքին տեսքից ու շատ կարևոր է, որ այդ ամենը նաև առողջ լինի, հա, իրեն չվնասի։ Որպես կոսմետոլոգ, ինչ խորհուրդներ եք տալիս եւ ինչ առավելություններ ունի հենց Ազա էսթետիկ բժշկական կենտրոնը։ Մեր բժշկական կենտրոնը ինչպես հագեցած է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որոնց միջոցով կարելի է անել ոչ ներարկումային խնամք, նաև կարող ենք կատարել իհարկե ներարկումային խնամք, որը բժշկուհի Ազա Հարությունյանն է կատարում։ Ես կատարում եմ ոչ ներարկումային եւ ապարատային խնամքը, թե ամբողջ մարմնի, թե դեմքի մաշկի, կատարում ենք խորը մաքրումներ, կատարում ենք նիհարեցում եւ մեր սրահում է գտնվում նաև վերջի սերնդի մազահեռացման սարքավորումը, սոպրանո տիտանիումը, որը լավագույն լուծումն է վերջնական ազատվելու անցանկալի մազերից, այո, անցավ հաճելի եղանակով իհարկե։ Ներողություն, որը ունի գեր սառեցման տեխնիկա, որի միջոցով արդեն պացիենտը չի զգում ոչ մի ցավ, ոչ մի Այսա շատ կարևոր է, որտեղ շատերը խուսափում են հենց ցավի պատճառով։ Բոլորովին անցավ է եւ ես կարող եմ ավելացնել նաեւ ինչու՞ չէ ներարկումային, որ շեշտվում է, այսպես ասած, մեր կանայք կարծես թե մի տեսակ վախենում են ներարկումներից, բայց ես կարող եմ ներկայացնել նորավոճ առանց ներարկումային, ովքեր վախենում են ներարկումից, կարող են մեզ մոտ նաև օգտվել ոչ ներարկումային շատ մաքուր բաղկացած նյութ է մաքուր PDR-ից, որը որ կիրառում է իր մեջ
լասոսի, ձկան եւ այսպես կենթանական շատ հանքանյութերից, որտեղ առանց որևէ ներարկումի ստանում ենք փայլուն եւ գեղեցիկ մաշկ։ Այն վերացնում է ակնեները, վերացնում է դեմքի մանր կնճիռները, ովքեր ունեն այդպես խնդիր, մենք դրա լուծումը տալիս ենք ոչ ներարկումային։ Սա շատ կարևոր է, այսինքն ընտրությունը լայն է եւ մարդը մի քիչ վախ ունի ներարկումներից, կարող է ստանալ ոչ ներարկումային, հա, էկզոսոմային պրոցեդուրա է կոչվում։ Ահա, էկզոսոմային, այսինքն ինքը իր մեջ բաղկացած է հանքանյութեր, որը որ պարունակում է կենթանական ծագման եղանակով, շատ լավ նյութ է։ Կարծում եմ բոլոր աղջիկները պետք է տեղեկացված լինեն, որ նաև կա ոչ ներարկումային։ Սա շատ կարևոր առավելություն է, որ կարող եք իսկապես ձեր ընտրությունը կատարել։ Այնց հետաքրքիր է ինչպես է ընթացակարգը տեղի ունենում։ Յուրաքանչյուր մարդ ունի իր խնդիրները, իր մաշկի տեսակը շատ խիստ ինդիվիդուալ է, հա, օդից, սնունդից, ջրի քանակից եւ այլն։ Բժշկական մոտեցում է տրվում, այսինքն ուսումնասիրվում է մարդը։ Եթե մեր բուժառուն մոտենում է, մենք նայում ենք մաշկին, որոշում ենք ինչ է անհրաժեշտ մաշկին, ինչ է պահանջում մաշկը, եւ սիրելիներս կարող եմ ասել, որ հիմա արդեն շոկ ամառ է, մեր մաշկը ցանկանում է խոնավենալ, խոնավ լինել, ինչպես նաև մենք սննդի կարիք ունենք, չէ՞, այդպես մեր մաշկը ունի։ Այդ դեպքում պետք է բժիշկը տարանջատի մաշկի տեսակը, տեսնի հասկանա ինչ է պետք, եւ մենք մոտեցումը մեր բավականին բարձր մակարդակով նայում ենք, տեսնում ենք եւ շատ ուրախ հեռանում են մեր բուժառուները մեզանից։ Սա ամենակարևորն է, ճիշտ տրամադրություն եք ապահովում։ Այ հետաքրքիր է, նշեցի, որ կանայք, ովքեր անում են փոփոխություններ, այդ ամենը հոգեբանորեն նրանց վրա ազդում է եւ ունենում են հրաշալի պատկեր, ինքնավստահություն, ավելի գեղեցիկ, ավելի էսթետիկ ցուցադրելու։ Բայց դուք որպես բժիշկ կոսմետոլոգ, օրինակ, լինում է խորհուրդ տակ մարդուն, ասեք չափի մեջ արի այն ինչ դու մտածել ես ավելի ճիշտ չափ։ Իհարկե Անահիտ ջան, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ ես կարող եմ խորհուրդ տալ մեր աղջիկներին, իհարկե ես թե բժշկուհի եմ, բայց ես դրան դեմ եմ, որ ուզում են լրիվ փոխել դիմակը ծերին։ Այսինքն եղել է դեպք, երբ մարդը ձեզ ասի, դուք ասեք, չէ, արի այսպես, բայց իհարկե ես ասեմ ավելին, որ չափից դուրս ես շատ նայում եմ այդ փաստին, որ թող լինեն խնամված, թող լինեն շատ գեղեցիկ, մաքուր մաշկ, բայց լինեն չափի մեջ։ Լինեն իրենք, այո, լինեն իրենք, չափի մեջ գեղեցիկ։ Այսինքն պետք է չափը եւ բժիշկը չանցնի։ Իհարկե ես ասեմ ձեզ ավելացնեմ, որ ես նկարչուհի եմ, ամենաառաջինը, ունեմ իմ հեղինակային աշխատանքները շատ բարձր մակարդակի եւ այդ նկարը, գեղագիտական նկարը ես տեսնում եմ մարդու դեմքի մեջ եւ ես ստանում եմ այն, ինչը որ դա կապում եմ արվեստի հետ։ Այսինքն բժշկական ձեր աչքը եւ նկարչական մոտեցումն արդեն ցույց է տալիս այդ չափի ճիշտ անպայման եւ շատ գեղեցիկ այ կարող եմ օրինակներ բերել բազմաթիվ, նաեւ ավելացնեմ, որ մեր հանրաճանաչված մեր երգիչները, երգչուհիները օգտվում են ձեր ծառայություններից շատ բեմական մարդկանց հետ եմ աշխատում եւ կարծում եմ շատ շնորհակալ են եւ շատ ես էլ եմ շնորհակալ իհարկե վստահության համար, բայց մատուցում ենք այն, ինչը որ պետք է։ Անշուշտ հիմա կան շատ բժշկական կենտրոններ, համաձայնեք, որ այսպես լինում են դեպքեր, երբ մարդիկ մասնագետ չեն, պարզապես ստեղծում են իրենց կենտրոնը ու ինչու ոչ, իրենց գործունեությամբ ավելի հակառակ էֆեկտ։ Դա շատ կարճ է տևում։ Դրա համար ուզում եմ նշել, այսա կարևորում եք բուն մասնագիտությունը 20 տարվա պատմությունն եք, արդեն փորձն ինքն իրանը ասում է, որ ձեզ կարելի է վստահել ու հանգիստ քայլել ու այցելել նաև ձեր բժշկական կենտրոն, բայց կուզենայի ձեզնից նշեք նաև, հա, լսենք, ինչու պիտի գան հենց ձեր կենտրոն, ինչով է այն առավել։ Ասեմ, ուրեմն ես ճիշտ եք ասում, որ ճիշտն ասած ես վերադարձել եմ ընդամենը մի երևի 6 օր առաջ Փարիզից, մասնակցել եմ շատ մեծ կոնֆերանսի, համաշխարհային մասշտաբով բոլոր բժիշկները ներկա են եղել, կադավրին եմ մասնակցել եւ ասեմ, որ ամեն տարի այդպես տարի չկա, որ ես չլինեմ որևիցե երկիր, եղել եմ ամբողջ եվրոպական երկիրները եւ մասնակցել եմ եւ ինչու՞ չէ, պետք է միշտ էսթետիկ այս ոլորտի բժիշկները անպայման վերապատրաստվեն, ծանոթանան նոր
նորանոր միջամտությունների եւ մատուցել այն, ինչը որ անհրաժեշտ է։ Թե չէ, այսպես ասած, որ ասում ենք լիքը կան ծառայություններ եւ այլ էսթետիկ ոլորտում, դա շատ կարճ է տևում, եթե դուք չունեք համապատասխան կրթություն եւ գիտելիք։ Մենք տալիս ենք այն, ինչն է գաղտնիքը, որ ինձ վստահում են։ Ճիշտն ասած, գաղտնիք այստեղ չկա, գաղտնիքը այն է, որ դու մատուցես ճիշտ, տաս այն, ինչը որ պետք է մեր բուժառուին։ Որակով եւ այո, որակով, ժպիտով եւ ամենակարևորը քո բարի էմոցիաները, այսպես ասած, մատուցես մեր սիրելի բուժառուներին։ Արշած ուզում եմ նաեւ օգտվել, ողջունել մեր բոլոր իմ հետևորդներին եւ ինձ վստահողներին։ Ես շատ շնորհակալ եմ այդ ամենից եւ Աստծուց շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն նաև ձեզ, իսկապես այս դրական էներգիան հորդում է ձեզնից եւ քանի որ արժևում ամառ է, կուզենամ նաև մեր հերոստատողին փոքրիկ այսպես խորհուրդներ տանք, հա, դուք որպես կոսմետոլոգ, չոր մաշկի համար կամ յուղոտ մաշկի համար ինչպես խնամեն եւ ինչպես կան գրանցվեն նաև ձեզ մոտ։ Խորհուրդ եմ տալիս իհարկե կատարել մաքրումներ, կախված մաշկի տեսակից, խորը մաքրում կամ սովորական մաքրումներ, որպեսզի խոնավանա մաշկը արտաքինից, կատարել իհարկե մեզոթերապիաներ, բիորևիտալիզացիա, որպեսզի արդեն մաշկը ներսից կարողանանք խոնավեցնել, օգտագործել պարտադիր SPF-ներ, արևապաշտպան քսուկներ եւ մաշկը խնամել գրագետ ճիշտ ընտրված քսուկներով։ Իդեպ դուք ունեք ձեր արտադրանք, այ Այ ուզում եմ արտիցիվա օգտվել եւ մենք ձեզ դատարկաձեռ չենք եկել։ Բայ Եվ մենք ձեզ նվերներ ենք բերել։ Այո, իհարկե ես ունեմ իմ հեղինակային աշխատանքը, նաեւ քսուկների առումով ունեմ ակնեի համար նախատեսված, ունեմ SPF 100 եւ լիֆտինգ էֆեկտ հաղորդելով մաշկին, այ ամառը կարելի է անպայման, չէ դա մի փոքրիկ նվեր է Փարիզից։ Ես այսօր նվերներով հայտնվել եմ։ Այո, շատ լավ է դրական օրը սկսել։ Եվ մենք ունենք իմ հեղինակային քսուկները, այո։ Այստեղ շատ սիրուն ձևավորված են ամեն ինչ, ես չեմ բացահայտի, բայց ձեզ խորհուրդ եմ տալիս էլի Արուստային։ Նայ կանահիտյան, կներեք, որ ես ձեզ միջամտում եմ, այստեղ կա նաև հեղուկը, որը գրգռված մաշկի համար է, նախատեսված եւ կարող եք առօրյա երեկոյան լվանալուց հետո դեմքը այդ քսուկը քսել, չորանալ եւ օգտագործել SPF կրեմը։ Դա կարող եք առավոտյան եւ երեկոյան եւ նոր ձեր մեյքափը կատարել։ Այնպես որ հրաշք կրեմ է, դուք ինքներդ կօգտագործեք, սպասում եմ ձեր կարծիքին։ Իսկ եթե հիմա հերոստատողը ասում է ես էլ եմ ուզում այս քսուկից, որտեղից կարող են ձեռքբերել, ունեն այդ հնարավորությունը։ Այո, մենք ունենք Instagram-յան էջ, որտեղ նշված են մեր հասցեն։ Ինչպես է ձեր Instagram-յան էջը։ Դոկտոր Ազա Հարությունյան։ Դոկտոր Ազա Հարությունյան եւ մեր հասցեն է Հրաչյա Քոչար 14 եւ մեր քսուկների վրա նաեւ ունենք մեր կոդը, որտեղ կարող են շատ շուտ ձեռք բերել։ Ահա, ամեն ինչ, բոլոր կոդերը բացեցինք, բոլոր հարցերի պատասխանները տվեցինք։ Ինձ մնում է միայն իսկապես սրտանց շնորհակալություն հայտնել, գիտեք, կարևոր գործ եք կատարում, այսօր յուրաքանչյուր կին ուզում է իրեն զգալ խնամված, ինչ որտեղ առօրյայից, հոգսերից եւ աշխատանքից հետո ուզում ես ուղղակի գտնել մի վայր, որտեղ կարող ես անջատվել ու ինքդ քեզ սիրել, ամենակարևորը։ Տղամարդիկ նույնպես ուզում են գեղեցիկ լինել։ Էն էլ այս դարի տղամարդիկ, որ շատ ավելին ես շատ ունեմ եւ տղամարդիկ եւ տղաներ, ովքեր անգամ 20 տարեկան, որ բոտեքս է գալիս ուզում են, ես զարմանում եմ, բայց խնամում են իրեն։ Բայց խնամում են, ես շատ ուրախ եմ, որ մեր հայ տղամարդիկ արդեն իրենց հետևողական էսպես ուզում են գեղեցիկ լինել, ինչպես կանայք։ Ինչպես կանայք հավասար եւ համաչափ, այնպես որ հարգելի տղամարդիկ, հարգելի կանայք, եթե ուզում եք իսկապես պրոֆեսիոնալ մոտեցում, եթե ուզում եք իսկապես դրական ժպիտ, դրական էներգիա, ապա գնացեք Ազա էսթետիկ բժշկական կենտրոն, որովհետեւ այնտեղ ձեզ ժպիտով կընդունեն, սիրով եւ կգեղեցկացնեն, կճանապարհեն։ Անպայման։ Մեր հյուրերն Ազա բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն բժշկուհի Ազա Հարությունյանը, մարտով 20 տարվա փորձ
գործ ունի եւ անցել է իսկապես պրոֆեսիոնալ ճանապարհ, այսօր ունենալու իր բժշկական կենտրոնը։ Շնորհակալություն ձեզ դրույթի համար։ Մենք էլ ենք շատ շնորհակալ ենք եւ ուզում եմ մի փոքրիկ եզրափակենք մեր խոսքը, այսպես մեր շնորհակալական խոսքը ուղղելով ձեզ, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Անահիտ ջան, միշտ հաճույքով դիտում ենք ձեր հաղորդաշարը եւ մաղթում ենք բոլորին Աստծո օր։ Շատ շնորհակալ ենք, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր նաև ազդա էսթետիկ բժշկական կենտրոնի կոսմետոլոգ Մարիամ Թորոսյանը, գուցե շատ չզրուցեցինք, բայց Մարիամի արտաքին տեսքից արդեն հասկացանք, որ վստահելի կոսմետոլոգ է։ Արտաքին տեսքը վստահում եմ դոկտոր Ազարարություն։ Այո, իսկապես ոչ։ Ձեզ էլ եք հրավիրում մեր կլինիկա, սիրով կսպասենք Անահիտ ջան։ Շատ շնորհակալ եմ։ Դե ինչ այսօր այսպիսին էր եթերը, սիրելիներս, եթե կուզենաք մանրամասներ, արդեն այցելեք նաև Instagram-յան էջեր, որովհետև նրանք ակտիվ են, նրանք պրոֆեսիոնալ են եւ ամեն ինչ տեղադրված է ու բոլոր հարցերի պատասխանները անշուշտ կիմանաք արխիվում ամառը եւ ճիշտ ժամանակահատված, որպեսի հետևեք ինքներդ ձեզ, հետևեք ձեր մաշկին, խնամեք ձեզ ու ձեզ շատ սիրեք, այո, դրա ժամանակն է, սիրելի կանեք եւ տղամարդիկ։ Իսկ եթերն այսպիսին էր, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրդ բարին, մնացեք բարով։